Սոֆյան կանգնած էր տան առջև։ Նա մոտ 45 տարեկան էր, ձեռքին պայուսակ, մատները սեղմված լարվածությունից, իսկ աչքերը լցված էին լռությամբ, որոնք ասում էին. «Ես 20 տարի դիմացել եմ սրան, բավական է»։ Այս լռությունը ավելի ծանր էր, քան ցանկացած ճիչ, կախված օդում, ինչպես փոթորկի ամպ։ Զգացվում էր, որ ևս մեկ վայրկյան և այն կպայթի, բայց նա դիմացավ, սեղմելով բռունցքը։ Նրա ետևում, բնակարանի դռան մոտ, կանգնած էր նրա ամուսինը, խնամված, ինքնագոհ, վստահ, որ աշխարհը պետք է ծափահարի իրեն։ Նրա դեմքը ծռմռված էր զայրույթից, բայց աչքերում երևում էր վախ կորցնելու այն, ինչն ինքն իրենն էր համարում։ Նա այնքան բարձր գոռաց, որ պատերը դողացին, և արձագանքը տարածվեց ամբողջ շենքում, ստիպելով հարևաններին թաքնվել իրենց բնակարաններում։ «Վերցրու իրերդ և գնա մորդ մոտ, հասկացա՞ր»։ Նրա ձայնը սուր և սառն էր, ինչպես մտրակի հարվածը։ Արտահայտություն, որը կոտրում է կնոջ ներաշխարհը։ Արտահայտություններ, որոնք շատերը կրկնում են, չմտածելով, որ այն ներսից սպանում է. տարիք, սովորություն, կախվածություն, առօրյա ռեժիմ։ Ո՞ւմ ես դու պետք։ Այս ամենը կրկնվել էր տարիներ շարունակ և մեխվել կնոջ գիտակցության մեջ։ Սոֆյան չպատասխանեց։ Նա փակեց պայուսակի ցեպը և դուրս եկավ, այնքան լուռ, կարծես վախենում էր վախեցնել իր սեփական որոշումը։ Նրա քայլերը գրեթե լուռ էին, մեջքը ուղիղ, չնայած զգացվում էր, որ այս բոլոր տարիների ծանրությունը ուսերին էր։ Գնալիս նա հետ չնայեց, նա քայլեց առաջ, և հետո անսպասելի մի բան պատահեց։ Մուտքի մոտ սահուն կանգ առավ մի սև մեքենա, ապակին իջեցվեց, և լսվեց հանգիստ, վստահ մի ձայն. «Սոֆյա, նստիր»։ Նրա դեմքին միանգամից երևաց շփոթմունք, զայրույթ, նվաստացում և արցունքներ, բայց նա նստեց, առանց որևէ խոսքի, առանց հարցերի։ Դուռը շրխկոցով փակվեց, և մեքենան դանդաղորեն հեռացավ, տանելով նրան ցավից և նվաստացումից։ Արտյոմը ղեկին էր, մեկը, որին Սոֆյան ճանաչում էր միայն մակերեսորեն, բայց մեկը, ում մարդիկ լսում էին, երբ խոսում էր։ Տղամարդու հանգիստ հայացք, որ դժվարություններ էր ապրել և գիտեր ներքին ազատության արժեքը։ «Գնանք», ասաց նա հանգիստ, «դու այս գիշեր այստեղ չես անցկացնի»։ Մեքենան անհետացավ երեկոյան քաղաքում, թողնելով լռություն և դատարկություն իր հետևում։ Սոֆյայի կյանքը ընտանիքի մասին չէր, այլ պարտքերի տեղատարափ էր։ Դմիտրին կարիերան կառուցեց հարկ առ հարկ։ Մինչ նա տուն էր կառուցում, Սոֆյան հոգ էր տանում նրա որդու և առօրյա ռեժիմի մասին, կորչելով նաև ուրիշների կարիքների մեջ։ Նա աստիճանաբար կորչում էր ամեն անցնող օրվա հետ։ Նրանք միասին երեխաներ չունեին։ Դմիտրին ուներ մեկ որդի։ Նրան խնամում էր Սոֆյան։ Սկզբում սկսվեցին դժգոհությունները։ «Ուր ես գնում այդ դեմքով, մի եղիր հիմար»։ Հետո սկսվեցին սահմանափակումները։ Ընկերներ, անցանկալի աշխատանք, ժամանակի վատնում, կարծիք, թե դու ոչինչ չես հասկանում։ Հետո սկսվեցին գոռոցները, մեղադրանքները, ու այս ամենը դարձավ սովորություն։ Սոֆյան դադարեց հավատալ, որ իրավունք ունի ունենալ իր սեփական ամեն ինչը։ Նա դարձավ ստվեր իր սեփական տանը։ Մի օր նա գտավ ոսկերչական խանութի մի ստացական։ Ամսաթիվը, գումարը։ Այն օրը, երբ նա ուշ գիշերով տուն եկավ, Սոֆյան հանգիստ հարցրեց. «Ո՞ւմն է»։ Եվ նրա այդ մի հարցին հետևեցին ավելի շատ վիրավորանքներ։ Ամուսինը կրկնում էր. «Դու ծեր ես, ոչ մեկին դու պետք չես»։ Եվ այդ պահին
Սոֆյայի ներսում ինչ-որ բան կոտրվեց։ Այլևս անհնար էր այսպես ապրել։ Արտյոմը չճնշեց նրան, չխղճաց նրան։ Նա տարավ նրան մի վայր, որտեղ նա կարող էր ուշքի գալ, ընդարձակ բնակարան, մթերքներ, սրբիչներ, լռություն։ Լռություն, որը բուժում է։ Այնտեղ առաջին անգամ նա իրեն մարդ զգաց։ Լոգանքի տակ նա լաց եղավ, լվանալով 20 տարվա ցավը, արցունքներ ոչ թե թուլության, այլ ազատության։ Տարիների ընթացքում առաջին անգամ Սոֆյան գրկում չէր պահում ոչ մի անհանգստություն, միայն մի բաժակ ջուր, և ոչ ոք չէր գոռում նրա վրա։ Դա անսովոր էր, բայց Սոֆյայի հոգին կարծես թեթևացել էր։ Երեկոյան Արտյոմը ընթրիք բերեց։ Սոֆյան ուտում էր առանց շտապելու, առանց վախենալու, որ ինչ-որ մեկը կմտնի և կգոռե։ Արտյոմը խոսում էր քաղաքի պարզ բաների մասին, իսկ նա լսում էր։ Այս լռության մեջ մեղքի զգացում չկար, միայն վերադարձ դեպի ինքն իրեն։ Մինչդեռ Դմիտրին քայլում էր դատարկ բնակարանում, կորցնելով վերահսկողությունը։ Արտյոմը բնույթով հանգիստ էր։ Ոչ հերոս, ոչ փրկիչ, պարզապես այնտեղ տալով նրան լռելու և ընտրելու իրավունք։ Դա անգին էր։ Սոֆյան տարիներ անց առաջին անգամ իսկապես քնեց։ Պարզ բնակարան, ուտելիքով լի սառնարան, սեղանին բանալիներ, որոնք նրա համար կարծես ազատության խորհրդանիշ լինեին։ Նրա հեռախոսը լուռ էր, մինչև նա միացրեց այն և տեսավ Դմիտրիի հաղորդագրությունների հոսքը։ «Որտե՞ղ ես, խելագարվե՞լ ես, դու պետք է վերադառնաս»։ Նա կարդաց դրանք և անջատեց հեռախոսը։ Առաջին գիտակցված քայլը դեպի ազատություն։ Հաջորդ օրը Արտյոմը նրան աշխատանք առաջարկեց, ոչ թե կարեկցանքից դրդված, այլ նրա փորձի և կարողությունների նկատմամբ հարգալից ելնելով։ «Ուզում ես նորից սկսել»։ Հարցրեց նա։ Սոֆյան վախենում էր, բայց լսեց։ Արտյոմը բացատրեց, ընկերությունում անհրաժեշտ էին նրա տնային կառավարման և կազմակերպչական հմտությունները։ Սա նրա հնարավորությունն էր։ «Ես չեմ կարող սա հաղթահարել», հանգիստ ասաց Սոֆյան։ Արտյոմը պնդեց, որ նա չհրաժարվի և փորձի։ Նրա խոսքերը Սոֆյայի սրտում կարծես լույս վառեին։ Այդ երեկոյան Սոֆյան առաջին անգամ հարգանք զգաց։ Նա կրկին լաց եղավ, բայց արցունքները մաքրում էին։ Նա զգաց աջակցություն։ Հաջորդ օրը նրանք գնացին գրասենյակ, ոչ թե որպես տղամարդ և կին, այլ որպես երկու մեծահասակներ, որոնք որոշում էին կայացրել։ Արտյոմի գործընկերները հետևում էին նրան, անվստահ լինելով, թե ով է այս փխրուն կինը, բայց նա վստահ քայլում էր։ Նրան վարձեցին որպես դիզայների օգնական։ Լենան, խիստ մասնագետը, ասաց. «Այս ոլորտում կամ մնում ես, կամ հեռանում։ Եկեք տեսնենք, թե ով ես դու»։ Սոֆյան մնաց։ Նա աշխատում էր կատալոգների հետ, սովորում էր ծրագրեր, ուսումնասիրում էր հյուսվածքներ, հարցեր էր տալիս։ Ամեն օր նրա վախը նահանջում էր, տեղը զիջելով հետաքրքրասիրությանը և հուզմունքին։ Լենան նկատեց նրա աշխատասիրությունը, և դրանից Սոֆյայի հարգանքը մեծացավ։ Երբ Դմիտրին իմացավ, թե որտեղ է նա աշխատում, նա ներխուժեց գրասենյակ, գոռալով, չսպասելով դիմադրության, դահլիճը սառեց լարվածությունից։ Այդ ժամանակ Սոֆյան հասկացավ, այժմ իր կյանքն է, իր ընտրությունը, իր ազատությունը և իր ուժը։ Սոֆյան զգաց, որ ինչ-որ բան սեղմվեց իր մեջ։ 20 տարվա վախ, հնազանդվելու սովորություն, ամուսնու ամեն խոսք, ամեն նվաստացում, այլևս ոչինչ չէր ազդում նրա վրա։ Նա ուղիղ կանգնեց, ուսերը ուղղած, տարիներ անց, առաջին անգամ, առանց վախի,
Աչքերը դիպչեցին Դմիտրիի աչքերին։ Նրա ճիչը կորցրեց իր ուժը նրա ներաշխարհի լռության առաջ։ «Այստեղ ես», կրկնեց նա։ Ձայնը դողում էր զայրույթից և շփոթմունքից։ Սոֆյան մի քայլ հետ գնաց։ Նրա գործընկերները հետևում էին։ Ոմանք սառեցին, մյուսները փորձում էին բնականորեն վարվել։ Նա զգաց, թե ինչպես է իր մարմինը լցվում տարօրինակ, բայց ծանոթ ուժով, ուժ, որը նա վաղուց կորցրել էր։ «Ես այստեղ եմ», ասաց կինը, հանգիստ, հավասարաչափ։ «Եվ ոչ ոք իրավունք չունի ինձ վրա գոռալու»։ Դմիտրին սառեց։ Նա երբեք նման արձագանք չէր զգացել։ Նրա գլխում ամեն ինչ քանդվում էր։ Սովորական վերահսկողությունը, վստահությունը, որ ցանկացած վախ կարող է առաջանալ ճիչով, անհետանում էր։ Սա տարիներ շարունակ առաջին անգամն էր, որ նա չէր վերահսկում իրավիճակը։ Սոֆյան դիմեց իր գործընկերներին, գրասենյակին, իր առջև բացվող նոր աշխարհին։ Ամեն ձայն, ամեն շարժում այժմ նրանն էր, ոչ թե իրենը։ Նա առաջ քայլեց, վստահորեն, չնայած ձեռքերի և սրտի դողին։ Սոֆյայի աչքերը փնտրում էին Արտյոմին, և Արտյոմի հանգիստ հայացքը նրան տվեց անվտանգության զգացում, որը նա վաղուց մոռացել էր։ «Այսպես պահիր», ասաց նա հանգիստ, գրեթե ինքն իրեն, բայց Սոֆյան լսեց։ Դա սպառնալիք կամ հրաման չէր։ Դա աջակցության խոստում էր, անվերապահ, անպահանջկոտ։ Դմիտրին ինչ-որ բան մռմռթաց ի պատասխան, բայց դա այլևս նշանակություն չուներ։ Նրա ճիչը կորավ փողոցի աղմուկի, մեքենաների ձայների և այն մթնոլորտի մեջ, որը Սոֆյան աստիճանաբար վերակառուցում էր իր մեջ։ Նա հասկացավ, որ այլևս քայլեր հետ չեն լինի։ Լենայի գրասենյակում լռություն էր։ Սոֆյան նստեց սեղանի մոտ և բացեց իր տետրը, որն արդեն լի էր նշումներով, դիագրամներով, տերմիններով և գաղափարներով։ Նրա ուղեղն աշխատում էր վաղուց մոռացված գործիքի պես, կենդանանալով, լցվելով հասկացողությամբ, հմտություններով և ծրագրերով։ Յուրաքանչյուր նոր օր բերում էր վերահսկողության և ուրախության զգացում, որը նախկինում անհասանելի էր թվում։ Արտյոմը կողքից դիտում էր, առանց միջամտելու։ Նա խորհուրդներ չէր տալիս, չէր փորձում ուղղորդել։ Նա պարզապես կանգնած էր, թույլ տալով նրան ընտրել, սովորել և վերականգնել ինքն իրեն։ Դա անսովոր էր, գրեթե կախարդական, ինչ-որ մեկը նրան տարածք էր տալիս, առանց պահանջելու երախտագիտություն, նվիրվածություն կամ հնազանդություն։ Սոֆյան հասկացավ. ազատությունը միանգամից չի գալիս, այն դրսևորվում է փոքր բաներում, երբ կարող ես հանգիստ սուրճ խմել, բացել տետր, առանց վախենալու, որ քեզ վրա կգոռան, երբ կարող ես սխալներ թույլ տալ և սովորել քո սխալների վրա։ Ամեն օրը փոքր հաղթանակ էր 20 տարվա սահմանափակումներից հետո։ Մեկ շաբաթ անց Լենան նկատեց փոփոխություններ։ Սոֆյան այլևս չէր թաքնվում գործընկերների խոսքերի ետևում կամ չէր խուսափում հարցերից։ Նա մասնակցում էր քննարկումներին, առաջարկում էր լուծումներ։ Զգուշորեն, բայց վստահորեն։ Ամեն անցնող օրվա հետ նրա ժպիտը դառնում էր անկեղծ, աչքերը կենդանանում էին։ Նա մի կին էր, որը վերականգնում էր իր ինքնության զգացումը։ Դմիտրին շարունակում էր անվերջ հիշեցնել իր մասին։ Նա զանգահարում էր, հաղորդագրություններ էր գրում, փորձում էր վերականգնել վերահսկողությունը սպառնալիքների և մանիպուլյացիաների միջոցով։ Սոֆյան այլևս չէր պատասխանում։ Նա չէր թաքնվում, չէր վախենում։ Նա կարդում էր դրանք և անջատում հեռախոսը, այնուհետև վերադառնում ինքն իրեն։ Նա հասկացել էր՝ ուժը ոչ թե գոռալու,
կամ մեկ ուրիշի վրա գերիշխելու մեջ է, այլ ինքդ քեզ վերահսկելու մեջ։ Արտյոմը Սոֆիային առաջարկեց իր առաջին փոքր նախագծերը։ Նա համաձայնվեց, զգալով մի փոքր վախ, բայց այդ վախն արդեն իրենն էր, ոչ թե ուրիշինը։ Աշխատելով փաստաթղթերի, կատալոգների և նյութերի հետ, նա հիշեց այն բոլոր տարիները, որոնք անցկացրել էր տուն կառուցելու, իր ընտանիքի մասին հոգ տանելու և կազմակերպել ու կառավարել սովորելու վրա։ Ամեն օրը Սոֆիային նոր բացահայտումներ էր բերում, ծրագրեր, գույներ, հյուսվածքներ, համադրություններ։ Նա ուսումնասիրում էր, հարցեր էր տալիս, նշումներ էր անում, վերլուծում, և որքան ավելի էր նա խորասուզվում իր աշխատանքի մեջ, այնքան ավելի քիչ էր ներքին սարսափը, որը տարիներ շարունակ տիրել էր նրա մարմինն ու հոգին։ Մի օր նա մնաց գրասենյակում մինչև ուշ երեկո, մշակելով նախագծի ծրագիր։ Լամպերը մեղմ լույս էին արձակում, և լռությունը բարեկամական էր թվում։ Նա նստեց այնտեղ, խորասուզված իր աշխատանքի մեջ, և երկար ժամանակ անց առաջին անգամ զգաց, որ ինչ-որ բան է անում ինքն իր համար, որ իր ջանքերը արժեքավոր են, որ իր կարծիքը կարևոր է։ Արտյոմը կարճ մտավ, թեյ բերեց և ժպտաց, ոչ թե գովասանք, ոչ թե հրաման, պարզապես ես այստեղ եմ։ Եվ դա բավական էր, նա հասկացավ։ Իր ճանապարհը փախուստ չէր, ոչ թե փրկություն, այլ աստիճանական վերականգնում, քայլ առ քայլ, օրեցօր։ Մեկ ամիս անց Դմիտրին կրկին փորձեց միջամտել։ Նա եկավ գրասենյակ, զայրացած, գոռալով, պահանջելով հանդիպում, բայց Սոֆյան այժմ այլ էր։ Նա վճռականորեն նայեց նրա հայացքին։ 20 տարի դու փորձեցիր կոտրել ինձ, ասաց Սոֆյան հանգիստ, հավասարաչափ տոնով։ Հիմա ես ինքս եմ ընտրում, և դու իրավունք չունես ինձ վրա։ Նրա խոսքերը պարզ էին, բայց հզոր։ Դմիտրին սառեց, չգիտակցելով, թե ինչ ասի։ Նրա սովորական մեթոդները այլևս չէին աշխատում կնոջ վրա։ Կինը այլևս կախված չէր նրա հավանությունից կամ սպառնալիքներից։ Նա ազատ էր։ Նրա գործընկերները դիտում էին, բայց ոչ ոք չէր խանգարում։ Սոֆյան զգում էր վստահություն, որը գալիս էր ոչ թե ուրիշների աջակցությունից, այլ իր ներսից։ Նրա մարմինը թուլացավ, շնչառությունը դարձավ հավասար, սիրտը ազատ։ Աշխատանքը լավ էր ընթանում։ Լենան նկատեց նրա տաղանդը, հանձնարարեց Սոֆյային բարդ նախագծեր և քննարկեց գաղափարներ։ Սոֆյան սովորում էր, զարգանում և զգում էր, որ կարող է կառուցել իր կյանքը, իր ձևով, ոչ թե ուրիշների կանոններով։ Ամեն առավոտ նա արթնանում էր առանց վախի, առանց անհանգստության։ Նա զգում էր, որ օրը իրենն է։ Նա ինքն էր նախաճաշ պատրաստում, պլանավորում էր իր աշխատանքը, կազմակերպում էր առաջադրանքներ, որոնք նրան ուրախություն էին բերում, այլ ոչ թե գերիշխանություն։ Արտյոմը մնում էր մտերիմ, առանց ճնշման, առանց վերահսկողության։ Նա զուգընկեր էր, այն իմաստով, որ հարգում էր նրա ընտրությունն ու ազատությունը։ Սոֆյայի համար սա ավելի կարևոր էր, քան աջակցության ցանկացած խոսք, քանի որ նա սովորում էր կրկին վստահել ինքն իրեն։ Ժամանակի ընթացքում Սոֆյան դադարեց հետ նայել։ Անցյալը մնաց անցյալում, դատարկ բնակարանում, ճիչերի ձայների մեջ, Դմիտրիի երկար ստվերում։ Նա այլևս ստվեր չէր, նա ինքն էր։ Եվ այս հայտնագործության մեջ կար մի զորության զգացում, որը բառերով չի կարելի նկարագրել։ Ոչ թե կործանող, այլ բուժող զորություն, ուժ, որը գալիս է, երբ մարդն ընտրում է կյանքը, ազատությունը և սեփական եսը։ Տարիների ընթացքում առաջին անգամ Սոֆյան զգաց սովորական բաների ուրախությունը՝ ուտելիքի համը, սուրճի հոտը,
լամպի մեղմ լույսը, լռությունը, հանգստությունը։ Ամեն ինչ, որ նախկինում անհանգստության ծանոթ ֆոն էր, այժմ կենդանի էր, իրական։ Նա հասկացավ, ճանապարհը երկար էր, բայց հիմա նա գիտեր ուղղությունը։ Յուրաքանչյուր քայլ, ամեն օր նրա ընտրությունն էր, եւ այս ընտրության մեջ էր իսկական հաղթանակը։ Սոֆյան գրասենյակի պատուհանից նայեց երեկոյան քաղաքին, որտեղ փողոցային լապտերները արտացոլվում էին թաց ասֆալտի վրա։ Նա ժպտաց ինքն իրեն, հանգիստ, վստահ։ Աշխարհը մեծ էր եւ բարդ, բայց հիմա նա կարող էր քայլել դրա միջով, իր երկու ոտքերով։ Եվ երկար տարիների ընթացքում առաջին անգամ նրա մեջ վախ չկար, միայն պարզություն, ուժ եւ իրական ազատության զգացում։ Անցավ մի քանի շաբաթ, Սոֆյան աստիճանաբար հարմարվեց կյանքի նոր ռիթմին։ Յուրաքանչյուր առավոտը սկսվում էր բնակարանի պատշգամբում, հանգիստ սուրճ խմելով, որտեղ մեղմ քամին խաղում էր վարագույրների հետ, եւ քաղաքը արթնանում էր փողոցային լապտերների մեղմ լույսից։ Նա դիտում էր անցորդներին, մեքենաներին, բակերում երեխաների, երբեմն լսվող ճիչերին, եւ դրանցից այլևս ոչինչ չէր վախեցնում նրան, այլևս չէր ստիպում դողալ որևէ անկյունում։ Այն այժմ իր աշխարհի մի մասն էր, մի մաս, որն ինքն էր ընտրել իր համար։ Աշխատանքի ժամանակ նա զգաց էներգիայի ալիք։ Յուրաքանչյուր նախագիծ մարտահրավեր էր դառնում, բայց մի մարտահրավեր, որին նա դիմավորում էր հետաքրքրությամբ, այլ ոչ թե վախով։ Նրա մտքերը կրկին ազատորեն աշխատում էին։ Հիշողությունը լիովին զբաղված էր, եւ վաղուց մոռացված հմտությունները ինքնաբուխ ի հայտ էին գալիս։ Նա զարմացած էր, թե որքան շատ բան կարող էր անել առանց որևէ մեկի թելադրանքի կամ ամեն բառը դատելու։ Յուրաքանչյուր հաջող որոշման հետ նրա վստահությունն աճում էր, եւ ամեն նոր օրվա հետ հին վախը, որը նրան գերի էր պահել 20 տարի, մարում էր։ Արտյոմը մնում էր մոտ, չխառնվելով, այլ պահպանելով հանգստության անտեսանելի թել։ Նա չէր պահանջում երախտագիտություն եւ չէր փորձում թելադրել նրա գործողությունները։ Նա նրան ազատություն էր տալիս եւ միաժամանակ օրինակ էր ծառայում։ Մեկ ուրիշի ընտրությունը հարգելը նրան թույլ չի դարձնում, այլ օգնում է բացվել։ Երբեմն նրանք նստում էին գրասենյակում մինչև ուշ գիշեր, քննարկելով աշխատանքային հարցեր, եւ այդ զրույցներում ճնշում չկար, միայն մտքերի եւ փորձերի փոխանակում։ Սոֆյայի համար սա գրեթե կախարդական էր, անվերապահ վստահություն։ Դմիտրին շարունակում էր անվերջ զանգել, բայց հիմա նրա զանգերն ու հաղորդագրությունները այլևս խուճապ չէին առաջացնում։ Աղջիկը սովորեց անջատել հեռախոսը, լսել նրա խոսքերը, առանց ներքին արձագանքի, հանգիստ վերլուծել, թե ինչ էր կատարվում, եւ անցյալը թողնել այնտեղ, որտեղ այն պետք է լիներ։ Նրա վերահսկողությունը պատրանք էր, որը նա այլևս չէր կարող պահպանել։ Նրա ճիչերն ու սպառնալիքները դարձան պարզապես աղմուկ, այլևս չէին ազդում Սոֆյայի կյանքի վրա։ Ներսում նա զգում էր, որ վերջապես կարող է ազատ շնչել։ Ժամանակի ընթացքում Սոֆյան սկսեց հասկանալ, որ ազատությունը չի սահմանափակում անվտանգությամբ եւ վախի բացակայությամբ։ Նա դա զգում էր ամեն օր ընտրելու ունակության մեջ։ Ինչ հագնել, ինչպես անցկасնել ժամանակը, ում հետ շփվել, ինչ որոշումներ կայացնել եւ այլն։ Երկար ժամանակ անց առաջին անգամ Սոֆյան որոշումներ էր կայացնում ինքն իր համար, առանց հաշվի առնելու ուրիշների կարծիքը։ Սա նրան ուրախության եւ ուժի զգացում էր տալիս, որը բառերով անհնար էր նկարագրել։ Դմիտրիից հեռանալուց մեկ ամիս անց
Սոֆյան ստացավ իր առաջին խոշոր նախագիծը աշխատանքում։ Դա փոքր, բայց նշանակալի ընկերության ինտերիերի դիզայնն էր։ Նա աշխատում էր ոգեշնչմամբ, ուշադիր ընտրելով նյութեր, գույներ և հյուսվածքներ։ Նրա առաջարկները ընդունվեցին, և գործընկերները սկսեցին նրան տեսնել որպես մասնագետի, որին չէր կարելի անտեսել։ Լենան մի քանի անգամ գովաբանեց նրա նախաձեռնությունը, իսկ մի անգամ, նայելով ակնոցների միջով, ասաց. «Դու բացվում ես, Սոֆյա։ Դա նկատելի է, և դա շատ լավ է»։ Սոֆյայի երեկոները այժմ իրենն էին։ Նա ինքն էր ընթրիք պատրաստում, գրքեր էր կարդում, իսկ երբեմն զբոսնում էր քաղաքի լուռ փողոցներով։ Երբեմն նա կանգ էր առնում կամրջի վրա, նայում գետին, որտեղ լույսերն էին արտացոլվում, և զարմանում, թե որքան շատ էր իր շուրջը գտնվող աշխարհը, մի աշխարհ, որը նախկինում անհասանելի էր թվում։ Նա զգում էր, որ կարող է լինել ինքն իրեն ամբողջական, առանց հաշվի առնելու ուրիշների սպասելիքները։ Մի անգամ Արտյոմը նրան հրավիրեց քաղաքից դուրս, կարճատև զբոսանքի, բնության մեջ։ Սոֆյան սկզբում տատանվում էր, բայց համաձայնեց։ Ճանապարհը, խոտի հոտը, թարմ քամին, այս ամենը ազատության խորհրդանիշ էր թվում։ Նրանք շատ լավ ընկերներ էին դարձել։ Սոֆյան քիչ էր խոսում, բայց լսում էր իր շուրջը գտնվող ամեն ինչ, ընկալելով յուրաքանչյուր ձայն, յուրաքանչյուր բույր, և առաջին անգամ, երկար տարիներ անց, նրա սիրտը խաղաղություն ուներ։ Անհանգստություն չկար, միայն ներկայություն, այստեղ և հիմա։ Աշխատանքում նոր հնարավորություններ էին բացվում։ Սոֆյան գաղափարներ էր առաջարկում հաճախորդներին, մասնակցում էր քննարկումներին և հարգանքի էր արժանանում ոչ թե իր ենթակայության, այլ իր պրոֆեսիոնալիզմի համար։ Յուրաքանչյուր նախագիծ նրան տալիս էր այն նշանակության զգացումը, որը նա կորցնում էր տանը։ Նա սովորեց ուրախանալ իր հաջողություններով, առանց անծանոթներից գովասանքի սպասելու։ Նա հասկացավ, որ երջանկությունն ու ուժը թաքնված են իր մեջ։ Մի երեկո, երբ աշխատում էր մի նախագծի վրա, նա նամակ ստացավ Դմիտրիից։ Այն հանկարծակի էր, որում պահանջում էր հանդիպում։ Սոֆյան ժպտաց։ Նա արդեն գիտեր, որ հանդիպումը ավելորդ է, և անցյալը մնացել է իր ետևում։ Նա կարճ պատասխանեց. «Մենք այլևս չենք շփվում»։ Եվ նա կրկին թեթևացավ, կարծես ծանր բեռը վերցրած լինեին նրա ուսերից։ Շաբաթներ անցան, և Դմիտրին աստիճանաբար անհետացավ Սոֆյայի կյանքից։ Նրան այլևս չէին անհանգստացնում սպառնալիքները, այլևս ճնշման տակ չէր։ Սոֆյան հասկացավ, որ ազատությունը ոչ միայն արտաքին վերահսկողության բացակայությունն է, այլ նաև ներքին վիճակ՝ ապրելու, շնչելու, ուրախանալու և սեփական որոշումներ կայացնելու ունակություն։ Ժամանակի ընթացքում նա սկսեց օգնել ուրիշներին։ Գործընկերները նկատեցին նրա հանգստությունն ու վստահությունը, և շատերը դիմում էին նրան խորհուրդ հարցնելու համար։ Արտյոմը մնաց նրա կողքին, բայց հիմա ոչ թե որպես փրկարար, այլ որպես հավասար գործընկեր։ Երբեմն նրանք միասին քննարկում էին նախագծեր, երբեմն պարզապես լուռ նստում։ Այս լռության մեջ Սոֆյան սովորեց վստահել աշխարհին, տեսնել գեղեցկությունը պարզ բաների մեջ և հասկանալ, որ կյանքը ուրիշների ճանաչման համար պայքար չէ, այլ դեպի ինքդ քեզ ճանապարհորդություն։ Մեկ տարի անց Սոֆյան հետ նայեց և հասկացավ 20 տարվա ցավն ու նվաստացումը ճանապարհորդության մի մասն էին, բայց հիմա նա լիովին ազատ էր։ Նա կարող էր որոշումներ կայացնել, կարիերա կառուցել, շփվել մարդկանց հետ, սիրել և սիրված լինել։ Նա հասկանում էր,
որ ուժը գալիս է ոչ թե գոռալուց կամ ուրիշների վրա իշխանություն գործադրելուց, այլ ինքդ քեզ, քո կամքին և քո ընտրություններին տիրապետելուց։ Նրա օրագրի վերջին տողերում գրված էր. «Ես ինքս եմ ընտրել, ես ազատ եմ, իմ կյանքը իմն է, և այս երջանկությունը իմն է, իրական և ոչ մեկի»։ Նա պատուհանից նայեց քաղաքին, որտեղ փողոցային լապտերները արտացոլվում էին թաց ասֆալտի վրա, և ժպտաց. աշխարհը մեծ էր և բարդ, բայց հիմա նա քայլում էր դրա միջով և սեփական ոտքերով, վստահ և հանգիստ։ Սոֆյան սովորեց լսել ինքն իրեն, գնահատել ամեն օրը և վայելել փոքրիկ բաները։ Նա հասկացավ, որ ազատությունը վերահսկողությունից հրաժարվելը չէ, դա ներքին ուժ է, որը թույլ է տալիս մարդուն ապրել, այլ ոչ թե պարզապես գոյատևել։ Նա այլևս ստվեր չէր ուրիշի կյանքում, նա ամբողջական էր, ուժեղ և ազատ, և սա նրա կյանքի ամենակարևոր հայտնագործությունն էր։ Եվ չնայած անցյալը փորձում էր վերադառնալ, այն այլևս ուժ չուներ։ Սոֆյան առաջ էր քայլում, բացահայտելով նոր հնարավորություններ, նոր նախագծեր, նոր օրեր, և յուրաքանչյուր քայլ լի էր վստահությամբ և ուրախությամբ։